9 զարմանալի փաստ, թե ինչպես ենք մենք ազդում մեր սեփական ուղեղի վրա։ Ուղեղը մեր օրգանիզմի ամենաառեղծվածային օրգանն է։ Գիտնականներն անընդմեջ նոր փաստեր են բացահայտում վերջինիս աշխատանքի մասին, բայց առեղծվածները առաջվա պես շատ են։ Որոշեցինք ծանոթացնել ձեզ վերջին տարիներին ուղեղի հետազոտությունների ոլորտում կատարված առավել վառ բացահայտումների։ Քրոնիկ անքնությունը վատացնում է հիշողությունը։ Բանն այն է, որ լիարժեք քնի ժամանակ ուղեղի բջիջները հեռացնում են թունավոր համակցությունները, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ուղեղի վրա։ Եվ եթե մարդը քրոնիկ անքնությամբ է տառապում, ապա այդ համակցությունները բացասական ազդեցություն են ունենում ուղեղի բջիջների վրա։ Երկարատև սթրեսը քայքայում է ուղեղը։ Հիշողության, սովորելու ունակության, ինքնակառավարման կորուստի, անհանգստության, լարվածության, ահա թե ինչերի կարող է հանգեցնել օրգանիզմի քրոնիկ սթրեսային կարգավիճակը։ Սիրահարվածությունն ու ատելությունն ունեն մի շարք ընդհանուր բաներ։ Սիրո և ատելության զգացմունքներն առաջանում են ուղեղի նմանատիպ ոլորտներում, բայց ի տարբերություն ատելության, սերը էականորեն իջեցնում է ուղեղի այն ոլորտների ակտիվությունը, որոնք պատասխանատու են դատողականության և տրամաբանական մտածողության համար։ Ուղեղը հատկապես զգայուն է ջրազրկման հանդեպ։ Մեր ուղեղի գրեթե 80%-ը կազմված է ջրից, այս իսկ պատճառով անգամ ջրի ամենաքիչ քանակի կորուստը շուրջ 2% արդեն ազդում է ուշադրության զգոնության վրա, հանգեցնում է կարճաժամկետ հիշողության և այլ ճանաչողական հնարավորությունների վատացման։ Հղիությունը փոխում է գլխուղեղի կառուցվածքը։ Հղիների մոտ նվազում է ուղեղում գորշ նյութի ծավալը, վերջինս պատասխանատու է սոցիալական ճանաչողության և այլ մարդկանց հասկանալու ունակության համար։ Շաքարի ավելցուկը վատացնում է հիշողությունը և նվազեցնում է սովորելու ունակությունը։ Ֆրուկտոզայի մեծ քանակությունը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, իջեցնում է վերջինիս սովորելու կենտրոնացման ունակությունը։ Ռոմանտիկ սերը և մայրական զգացմունքները բավականին նման են։ Պարզվում է, որ ըստ ուղեղի ակտիվության ռոմանտիկ հարաբերությունները և մայրական զգացմունքները շատ նման են։ Գեղանկարչությամբ զբաղվելը լավացնում է ուղեղի աշխատանքը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գեղանկարչությամբ զբաղվելը և արվեստի ստեղծագործությունները նայելը լավացնում են ուղեղի ոլորտների միջև աշխատանքը և դանդաղեցնում են վերջինիս ծերացումը։ Ընթերցանությունը հիասքանչ կերպով մարզում է ուղեղը։ Ընթերցանության ընթացքում մարզվում են ուղեղի ճանաչողական հնարավորությունները, կարդալու ընթացքում արյունը հասնում է ուղեղի այնպիսի ոլորտներ, որոնք կապված են կենտրոնացման ունակությունների և ճանաչողության հետ։ Սա ամենահզոր յուղն է, բարելավիր ուղեղիդ աշխատանքը, հիշողությունդ, ազատվիր շաքարախտից, ավելորդ քաշից և ոչ միայն։ Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ այս յուղն ունի շատ արդյունավետ բուժիչ նյութեր։ Այդքան էլ հեշտ չէ կորցնել ավելորդ քաշը, չվնասելով սեփական առողջությունը։ Դուք պետք է իմանաք, թե ինչպիսի մթերքներ կարող եք ուտել, եթե ուզում եք նիհարել, ինչպես պահպանել քաշը ցանկալի արդյունքի հասնելուց հետո և բարելավել առողջության ընդհանուր վիճակը։ Այս յուղը շատ հարմար է դրա համար և շատ երկար ժամանակ օգտագործվում է բնական բժշկության մեջ։ Դրա հատկություններն օգնում են ազատվել ճարպից, հատկապես որովայնի շրջանի ճարպից։ Ամենահզոր դարչինի յուղը։ Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ դարչինը և դարչինի յուղն ունեն շատ արդյունավետ նյութեր, որոնք օգնում են նիհարելուն։ Շատ կարևոր է նաև, որ դարչինի յուղն օգնում է բարելավել ուղեղի աշխատանքը և հիշողությունը, պայքարում է մանրէների դեմ և գերազանց խթանում է իմունային համակարգը։ Այն հանդիսանում է նաև հիասքանչ բնական միջոց շաքարախտի դեմ պայքարի համար։ Ահա թե ինչպես է պետք պատրաստել դարչինի յուղը տնային պայմաններում։ Բաղադրիչներ. դարչինի փայտիկներ Ceylon 10 հատ, ձիթապտղի յուղ 250-ից 300 մլ, ապակե բանկա լայն բերանով։ Պատրաստման եղանակը. դարչինի փայտիկները տեղավորել ապակե բանկայի մեջ և ավելացնել ձիթապտղի յուղն այնպես, որպեսզի փայտիկները լրիվ ծածկվեն։ Ծածկել և տեղավորել չոր և սառը վայրում 3 շաբաթ։ Ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տրվում թափահարել բանկան։
3 շաբաթ անց լավ թափահարել բանկան, քամել յուղը եւ լցնել մուգ շշի մեջ։ Պահպանել յուղը չոր սառը վայրում։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրը 2-3 թեյ գթալ, ավելացնելով այն աղցանների, շիլաների եւ սոուսների մեջ։ Եվ վերջում զգուշացում. այս յուղը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն արյան բարձր ճնշում։ Շնորհակալություն 168 AM կայքին։ Երբ հիշողությունը սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը։ Հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները։ Մարդիկ, որոնք ուզում են երկար ապրել եւ չհիվանդանալ, պետք է օգտագործեն սխտորի հիմքով պատրաստված այս թուրմը։ Այն միջոց է աթերոսկլերոզի, գլխուղեղի ակտիվության նվազման, ծերունական խլության, աղիների վատ աշխատանքի, քրոնիկ հոգնածության դեմ։ Ներկայացնում ենք թուրմի պատրաստման եւ օգտագործման եղանակները։ Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է 350 գրամ մանրացրած սխտոր, չի կարելի քերիչով անցկացնել կամ ճզմել, միայն կտրատել, եւ կես լիտր 96%-անոց սպիրտ։ Սխտորը պետք է խառնել սպիրտին եւ 10 օր պահել մութ տեղում, այնուհետև քամել թուրմը եւ նորից 2 օր պահել մութ տեղում։ Թուրմը օգտագործել հետեւյալ եղանակով. Առաջին օրը առավոտյան 1 կաթիլ, կեսօրին 2, երեկոյան 3։ Երկրորդ օր առավոտյան 3 կաթիլ, կեսօրին 4, երեկոյան 5։ Երրորդ օր առավոտյան 5 կաթիլ, կեսօրին 6, երեկոյան 7։ Չորրորդ օր առավոտյան 7 կաթիլ, կեսօրին 8, երեկոյան 9։ Հինգերորդ օր առավոտյան 10 կաթիլ, կեսօրին 11, երեկոյան 12։ Վեցերորդ օր առավոտյան 15 կաթիլ, կեսօրին 14, երեկոյան 13։ Այնուհետև նույն հաճախականությամբ նվազեցնում ենք կաթիլների քանակը մինչև 10-րդ օրը, հասցնելով 1 կաթիլի։ 11-րդ օրվանից սկսած թուրմը օգտագործել 50 մգ մոտավորապես 1 ճաշի գթալ կաթով, օրական 3 անգամ 25 կաթիլ։ Օգտագործել մինչև թուրմը ամբողջովին վերջանա։ Բուժման կուրսը կարելի է կրկնել միայն 5 տարի անց։ Այն հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնությամբ, գաստրիտով եւ ստամոքսի խոցով տառապող մարդկանց։ Նյութի տեքստը կարող ես գտնել հոլովակի բնութագրում հղմանը սեղմելով։ Առողջություն բոլորիս։ Ինչպես զարգացնել ուղեղի անսահմանափակ հնարավորությունները։ Ձեր ուղեղի հնարավորությունները անսահման են, չեք հավատում։ Փորձեք մարզել ձեր ուղեղը եւ դրանում ավելի կհամոզվեք։ Դա կօգնի ձեզ հասնել նորանոր բարձունքների բիզնեսում, կարիերայում եւ շփումներում։ Աշխատանքում, ուսման մեջ, շփումներում հասած հաջողությունների համար մարդը պարտական է իր ուղեղին։ Ուղեղի ակտիվությունը կարևոր է բոլորի համար՝ աշակերտների եւ ուսանողների, բիզնեսմենների եւ ծառայողների համար։ Բոլորին հայտնի է, որ ուղեղի վրա դրական է ազդում նորի ուսումնասիրությունը, ընթերցանությունը, ճանաչողական հաղորդումների դիտումը եւ այլն։ Իսկ ինչպես զարգացնել ոչ ստանդարտ մտածելակերպը, ակտիվացնել ուղեղի այն հատվածները, որոնք նախկինում չեն գործել կամ գործել են շատ սահմանափակ։ Ուղեղի մարզումը ձեզնից երկար ժամանակ չի խլի։ Նրան ընդհանրապես կարելի է օրվա մեջ տրամադրել 15 րոպե։ Գոյություն ունի մի շատ պարզ մեթոդ, այլ կերպ նայելու ուղեղի հնարավորություններին։ Վերցրեք 4 հատ թուղթ, առաջինում գրեք ձեզ համար սովորական ձեռքով ձախից աջ, երկրորդում նույն ձեռքով հակառակ ուղղությամբ, իսկ երրորդում եւ չորսում նույն գործողությունները մյուս ձեռքով։ Առաջին թուղթը այն է, ինչին դուք պետք է ձգտեք։ Կրկնեք ձեր փորձերը օրորի, եւ դուք կտեսնեք, որ սկսել եք այլ կերպ մտածել։ Այս հասարակ վարժությունը առօրյա կյանքում չգործող ուղեղի հատվածներին ստիպում է աշխատել։ Արդյունքում այս մարզումները թույլ կտան ձեզ կայացնել ոչ ստանդարտ որոշումներ եւ գտնել հեշտ ելք նույնիսկ դժվարին իրավիճակներից, որը ոչ մեկ անգամ պետք կգա եւ տանը եւ աշխատանքում։ Գրում է Մեդիամագ AM-ը։ Ինչպես զարգացնել հիշողությունը։ Հիշողությունը մկան չէ, սակայն այն նույնպես հնարավոր է մարզել։ Դրա համար հարկավոր է փոխել գլխում ինֆորմացիայի կազմակերպումը։ Ինչու չենք հիշում, թե 3 նախաճաշին ինչ ենք կերել, սակայն լավ հիշում ենք դեռ դպրոցական տարիներին սովորած երգի բառերը։ Ինչու ենք մենք հաճախ ինչ-որ բան մոռանում։
Ինչպես ձեռբազատվել դրանից։ Հեռախոսահամարներ։ Ինչու ենք մոռանում։ Հեռախոսահամարները կարճ հիշողության, այսպես ասած, զինվորներն են և գլխում պահպանվում են 1 րոպե կամ մի փոքր ավել։ Իհարկե այդ ընթացքում դուք կհասցնեք այն գրանցել բջջային հեռախոսի հիշողության մեջ, սակայն եթե չեք գրանցում, ինչպես հիշել։ Միջոց։ Ամեն մի թվի համար որոշակի կերպար հորինեք, կապելով նրան ինչ-որ ֆորմայի ձևի հետ, օրինակ 0 օղակ, 1 գրիչ, 2 սаг, 4 առագաստ և այլն։ Այժմ ամեն մի հեռախոսահամարի հետ կարող եք որոշակի պատմություն կապել, օրինակ 204 սագը ձգում էր օղակը առագաստի։ Ամսաթվեր և տարեդարձեր։ Ինչու ենք մոռանում։ Ամսաթվերը դժվար է հիշել, քանի որ դրանք շատ հաճախ շատ աբստրակտ են և հնարավոր չէ դրանց ինչ-որ բանի հետ կապել։ Միջոց։ Ամսաթիվը կամ տարեդարձը կապեք մարդու արտաքին որևէ հատկանիշի հետ, օրինակ մեծ քթով մարդը ծնվել է դեկտեմբերի 21-ին։ Մտովի պատկերացրեք սаг 2, գրիչ 1, տոնածառ դեկտեմբեր և այդ բոլորը կախեք նրա քթից։ Օգտվում էի Media Mag-ից։ 4 խորհուրդ հիշողությունը լավացնելու համար։ Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ հիշողության կորուստը ոչ միշտ է կապված տարիքի հետ։ Եթե հենց այս պահից սկսեք զբաղվել ձեր հիշողության լավացմամբ, ապա համոզված եղեք, որ ապագայում թոռներին կպատմեք ձեր կյանքի հետ կապված իրադարձությունները իրենց բոլոր մանրամասնություններով։ Ինչ է հարկավոր անել հիշողությունը լավացնելու համար։ Լուծեք գլուխկոտրուկներ։ Դրանք կարող են լինել մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ, խաչբառներ, խաղաբառեր։ Կարող եք անգիր սովորել բանաստեղծություններ և երգեր։ Այս մեթոդներով փորձեք մարզել ուղեղն օրվա ընթացքում։ Ճիշտ սնվեք։ Ուղեղի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 5 անգամ սնվել փոքր չափաբաժիններով։ Սնվելով նման կերպ դուք կխուսափեք գլյուկոզայի իջեցումից, որը, ինչպես գիտենք, ուղեղի հիմնական էներգետիկ աղբյուրն է համարվում։ Շատ օգտակար է ընտրել այնպիսի սնունդ, որը հարուստ է օմեգա 3-ով, սնունդ, որը պարունակում է ածխաջրեր, որոնք ունեն քիչ գլիկեմիկ ցուցանիշ, հաց, որը պատրաստված կլինի ամբողջական հացահատիկից, թարմ մրգային հյութեր առանց շաքարի, շիլա, կաթնամթերք, սև շոկոլադ, լոլիկ, կիտրոն, հակաօքսիդանտներ, հապալաս, սալոր, լոբի, պեկան, ընկույզ, սպնդուկ, պիստակներ, նուշ, աղացած դարչին, օրեգանո, քրքում, կակաո։ Զբաղվեք սպորտով։ Հնարավոր է դուք հոգնել եք ամեն օր լսելով, որ պետք է զբաղվել սպորտով։ Այո, դա իսկապես այդպես է։ Զբոսանքը և վարժանքները դրական են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, սակայն սա չի նշանակում, որ ամեն օր պետք է մարզասրահ այցելել։ Ընտրեք ձեզ հոգեհարազատ զբաղմունք և սահմանեք ֆիզիկական վարժություններ, որ ձեր օրգանիզմին ավելի շատ է անհրաժեշտ։ Դրանից հետո կտեսնեք, որ որոշ ժամանակ անց տրամադրությունը կսկսի բարձրանալ և կդադարեք ամեն ինչ շփոթել կամ անընդհատ մոռանալ։ Սովորեք լիցքաթափվել։ Պետք է կարողանաք վերահսկել ձեր առօրյան, սովորել ազատվել սթրեսից և լարվածությունից։ Երբ դուք սթրեսային վիճակում եք, սկսում է աշխատել կորտիզոլ հորմոնը, որը խոչընդոտում է կենսաբանական ակտիվ քիմիկատներին, որոնց միջոցով ուղեղի բջիջները կապ են հաստատում միմյանց հետ։ Հետևաբար, եթե դուք գտնվում եք մշտական լարվածության մեջ, հիշողությունը սկսում է թուլանալ։ Ինչպես վստահեցնում են ամերիկացի գիտնականները, 14 օրվա ընթացքում հատուկ հետազոտությունների օգնությամբ հնարավոր կլինի լավացնել հիշողությունը։ Որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչպես էլ չեք մոռանա ընկերների ծննդյան օրերը կամ օրինակ տանից դուրս չեք գա առանց բանալիների և փողի։ Սնունդ ուղեղի համար։ Կան սննդամթերքներ, որոնք շատ կարևոր են ուղեղի բջիջները սնելու համար։ Ուղեղի բջիջներն իրենց կենսունակությունը մինչև խորցերություն կպահպանեն, եթե այս մթերքները հնարավորինս հաճախ օգտագործեք։ Ահա ուղեղի, այսպես ասած, ամենասիրած մթերքների ցանկը։ Գազար խթանում է նյութափոխանակությունը, լավացնում է հիշողությունը։ Անանաս անհրաժեշտ է հիշողության մեջ մեծ ծավալով տեղեկություն մտապահելու համար։ Մանր ծովախեցգետին սնում է ուղեղն անհրաժեշտ ճարպաթթուներով, որոնք կանխում են աթերոսկլերոզը։ Օրվա չափաբաժինը 100 գրամ։ Գլուխսող
Ուղեղը սնում է թթվածնով, վերացնում է մտավոր հոգնածությունը, լավացնում է մտավոր աշխատունակությունը։ Ընկույզ, հատկապես օգտակար է, երբ պատրաստվում եք նստել ղեկին կամ մասնակցել ինտելեկտուալ մրցույթների։ Ամրացնում է նյարդային համակարգը և խթանում ուղեղի աշխատանքը։ Թուզ, ուղեղում տեղ է ազատում նոր մտքերի համար։ Չաման, օգնում է թարմ մտքեր, գաղափարներ հղալու հարցում։ Օգտակար է չամանով թեյը, 2 թեյի գթալ չամանի սերմին, 1 բաժակ եռացրած ջուր։ Եվ կիտրոն, նպաստում է նոր տեղեկությունների հեշտ ընկալմանն ու յուրացմանը։ Հետևեք մեր տեսահալիքին և ստացեք օգտակար տեղեկատվություն։